Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից շարունակում ենք գիրքը թեմայի ուսումնասիրումը երեխաներ։ Ինչպես գիտեք, գիրքը դասը բաժանված է մասերի։ Հիմա անցնում ենք հաջորդ երկրորդ մասին, որի ենթավերնագիրն է հայոց այբուբենը։ Այս դասին մենք կիմանանք եզակի և հոգնակի թվով առարկաներին տրվող հարցերը։ Նման առաջադրանք ունենք մենք մեր աշխատանքային տետրում։ Կբացահայտենք, թե ինչպես է գիրքը փոփոխվել ժամանակի ընթացքում։ Կշարունակենք ծանոթանալ գրքի անցած ճանապարհին։ Այժմ կաշտանք դասը, հետո կմեկնաբանենք։ Գիրքը հարմար տեղավորվեց Արայի ձեռքերի մեջ և մի շնչով շարունակեց։ Հետո մարդիկ սկսեցին կավից սալիկներ պատրաստել և սուր փայտիկներով գրել թաց սալիկների վրա։ Կավը երեխաներ հողի նման նյութ է, որը թրջվելիս դառնում է փափուկ և կարող է պլաստիլինի նման ձև ստանալ։ Նրանից պատրաստում են զանազան ամաններ և այլ իրեր։ Կավը հետագայում թրծում են, այսինքն կրակի մեջ են մտցնում, չորացնում և ինքը դառնում է պինդ և կայուն։ Ուրեմն կավից էլ են պատրաստել գրելու համար գրքեր։ Ինչ են արել երեխաներ, թաց վիճակում սուր փայտիկներով, գործիքներով գրել են, նայեք նկարին և կտեսնեք ինչպես են փափուկ կավի վրա գրել, հետագայում այդ կավը չորացել է և գիրք է դարձել։ Պատկերացնում եք ինչքան ծանր է եղել այդ գիրքը երեխաներ։ Երևի դժվար է եղել այդպիսի գրքերով դպրոց գնալ, սրամտեց Արան։ Կարծես իմ խոսքերն է ապացուցում, չէ Արան։ Այո, ծիծաղը զսպելով շարունակեց գիրքը։ Սակայն մարդիկ սովորեցին գրել նաև տերևների, ծառերի կեղևների, պապիրուսների վրա։ Պապիրուսը երեխաներ, դա պապիրուս բույս է, որից պատրաստված է եղել թղթանման նյութը։ Հատուկ բույս է եղել, տեսնում եք, այս է պապիրուսը երեխաներ, տերևների նման, տեսեք։ Նախքան թղթի հայտնագործումը պապիրուսի վրա են գրել։ Սկսեցին գրել նաև փոքրիկ տախտակների վրա։ Գիրքը զգաց, որ Արան ուշադիր լսում է իրեն ու շարունակեց։ Մարդիկ սկսեցին գրել նաև կենդանիների կաշվի վրա։ Ոչխարների, այծերի, հորթերի կաշին լավ մաքրում էին, հարթեցնում, հավասար մասերի բաժանում և փետուրե գրիչներով գրում։ Այդպիսի կաշիներն անվանում էին մագաղատ։ Հետո կարում էին այդ էջերը, կազմում և ձեռագիր գիրքը արդեն պատրաստ էր։ Մենք էլ ենք այդպիսի գրքեր գրել, զարմանքով հարցրեց Արան։ Իհարկե, առաջին անգամ հայերեն այդպիսի գիրք գրել է Մեսրոպ Մաշտոցը։ Գիտես, թե ով է նա։ Հայոց տառերի ստեղծողը, հպարտությամբ ասաց Արան։ Այո, Մեսրոպ Մաշտոցը մեծ ուսուցիչ էր, մեծ հանճար։ Նա մեր առաջին ուսուցիչն էր։ Նրա ստեղծած այբուբենը մինչև այսօր ծառայում է մեզ։ Այդ տառերը դու հիմա տեսնում ես իմ էջերում։ Ես մի քառատող գիտեմ հայոց այբուբենի մասին, ուրախ ասաց Արան։ Հավերժության մեր ճամփան, այբուբենն է Մեսրոպյան։ Ուժ է տալիս մեր բազկին, միասնություն մեր ազգին։ Տեսեք ինչ սիրուն խոսքեր են երեխաներ։ Կեցես, հիմա էլ գիրքը զարմացավ։ Նույնիսկ մի քիչ հուզվեց Արայի ոգևորությունից և Արայի ուրախությունից։ Նկարները հեշտով ուսումնասիրելով պատասխանենք հարցերին։ Տեսեք, այստեղ նկարում պատկերված է, թե ինչպես էին կավե սալիկների վրա պատրաստում գրքերը, գրում գրքերը երեխաներ։ Հետո պապիրուսի վրա և փոքրիկ փայտե տախտակների վրա էին գրում։ Իսկ այստեղ արդեն Մեսրոպ Մաշտոցն է, որը ստեղծել է հայերենի այբուբենը և դարձել հայերենի առաջին ուսուցիչը։ Թվարկենք, ինչերի վրա են գրում մարդիկ, կարող ենք ընտրովի ընթերցանություն կատարել երեխաներ։ Ուրեմն սկզբում մարդիկ գրում էին կավե սալիկների վրա, հետո սովորեցին գրել պապիրուսների վրա, իսկ հետո կենդանիների կաշվի վրա, որը նախապես լավ մաքրում էին, հարթեցնում, հավասար մասերի բաժանում և դրանց վրա փետուրներով գրում, իսկ ամենավերջում հայտնագործեցին թուղթը։
Ինչպես էին մաշտիկ գրում կավե սալիկների վրա։ Այդ տողերը նույնպես կարող եք կարդալ, մենք մանրամասնեցինք, ինչպես էր պատրաստվում ձեռագիր գիրքը, գիտեք, գրում էին պապիրուսի վրա, հետո այդ էջերը կարում էին իրար հետ։ Ինչու հպարտացավ Արան, որովհետև ինքը հպարտացավ, որ հայերը նույնպես պապիրուսի և մագաղաթի վրա գրել են։ Գիտեք, մագաղաթե ձեռագիր մատյաններ կան նաև Երևանի մատենադարանում, որտեղ պահվում են ամենահին մատյանները, ձեռագիր գրքերը երեխաներ։ Ինչպես է քառատողում բնութագրվում հայոց այբուբենը։ Հավերժության մեր ճամփան, այբուբենն է Մեսրոպյան։ Մեր հավերժության ճամփանը երեխաներ։ Ինչ է նշանակում հավերժության ճամփա։ Այսինքն հայ ազգը շատ հին ազգ է, գոյատևել է հավերժի ճամփորդի նման, հասել է մինչև մեր օրերը և դեռ շատ ու շատ երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ ունենք մեր լեզուն, ունենք մեր գիրը, պահում ենք մեր ազգությունը։ Ուժ է տալիս մեր բազկին, միասնություն մեր ազգին։ Այո, հայոց այբուբենի շնորհիվ, մեր ձեռագրերի շնորհիվ մենք նաև ուժ ենք ստանում և միասնական ենք դառնում։ Այժմ կատարենք տետրի առաջադրանքները։ Առաջին առաջադրանքը պարտադիր բառացանկի բառերից աչքի առաջ պատուհանիկում երևի և կեղև բառերն են։ Բառամիջում «և»-ը լսելիս գրում ենք «և»։ Գրում են երեխաները այս բառերը, սովորում են և կազմում են նախադասություններ, որպեսզի իրենց ակտիվ բառապաշարի բառերը դառնան։ Առաջադրանք 2-ը օգտվելով տեքստից շարունակիր նախադասությունները։ Մարդիկ սովորեցին գրել տերևների, ծառերի կեղևների, պապիրուսների վրա։ Հիմա բացատրենք ինչ էր մագաղաթը։ Մագաղաթը ոչխարների, այծերի, հորթերի կաշին է, մաքրած, հաշտեցրած և հավասար մասերի բաժանած, որոնց վրա արդեն գրված են տառերը։ Առաջադրանք 3-ը ինչպես խոստացել էի, աշխատանքային տետրում մենք պետք է առաջադրենք հարցերը անձ և իր ցույց տվող առարկաների, եզակի և հոգնակի թվի։ Տրված են բառերը, մենք պետք է այդ բառերը դարձնենք հոգնակի և գրենք պահանջվող հարցերը։ Տեսեք, ով նկարիչ, ով ընթերցող, ուսուցիչ, վարորդ, աշակերտ, բոլորը անձ են ցույց տալիս։ Հիմա դարձնենք հոգնակի և տեսնենք, որ հարցին են պատասխանում։ Ովքեր նկարիչներ, ընթերցողներ, ուսուցիչներ, վարորդներ, աշակերտներ։ Այժմ իրը, անձ չէ, իր, ինչ հարցին են պատասխանում իր ցույց տվող բոլոր առարկաները։ Ինչ, սակ, կարապ, մատիտ, սար, հող։ Իսկ եթե մեկը չէ, մեկից ավելի է, ինչեր, սագեր, կարապներ, մատիտներ, սարեր, հողեր։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Նկարում պատկերված են գործիքներ, մենք պետք է նրանց անունները համապատասխան տեղում գրենք։ Ունելի, սա է ունելին երեխաներ։ Մուրճ, ռանդա հարթեցնում է փայտը, սղոց կտրում է, կացին կոտրում է, դուր փորում է երեխաներ դուրը։ Իսկ մուրճով հարվածում ենք, մեխում ենք, չէ՞։ Ունելիով մեխն ենք առանձնացնում, դուրս բերում տախտակի վրայից։ Հիմա պետք է սովորենք կենդանիների ձագերի անունները։ Առյուծի ձագին անվանում են կոյուն, կովի ձագին հորթ, ոչխարի ձագին գառ, էշի ձագին քուրակ, արջի ձագին քոթոտ, ձիու ձագին մտրուկ, խոզի ձագին խոճկոր, շան ձագին լակոտ, այծի ձագին ուլ։ Եվ ամենավերջում դասից քաղած մեր պտուղները ես սովորեցի սիրել և խնամել գիրքը։ Ես իմացա, որ գրքերը կարող են նաև թղթից չլինել։ Ինձ զարմացրեց, որ գիրքը կարող է երջանկացնել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։